Շատ է խոսվում այն մասին, որ ի վերջո ովքեր են պլանավորում կոալիցիա կազմել խորհրդարանում հանրապետականի հետ։ Հիմա շատ ուժեր կան, որ հայտարարում են, որ իրենք կոալիցիա չեն կազմելու, բայց մենք մոռանում ենք մի հանգամանք։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը իշխանության կազմում է, ֆորմալ առումով կոալիցիա չի կազմել հանրապետական կուսակցության հետ։ Եվ ամեն ինչ վկայում է այն մասին, որ օրինակ բոլոր են ուժերը նախկին եւ ներկա գործընկեր, մասնավորապես Ծառուկյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, օրինակ երկիր ըսկի խորհրդարան չել անցնելու, դաշնակներն էլ չեն անցնելու։ Խոսքը ուրիշ բանի մասին է։ Հիմա նրանք ընդամենը կոալիցիայի անունը փոխում են եւ դնում են ազգային համաձայնության կառավարություն։ Եվ ժողովուրդ, ուզում եմ ձեզ շատ հստակ եւ պատասխանատու ասել, ձևավորվում է մի նոր կոմբինացիա, ժողովրդի ձայները, ժողովրդի հակասերժական եւ ընդդիմադիր ձայները հավաքելով եւ Սերժ Սարգսյանին մատաղ անելու համար։ Ես ձեզ կոչ եմ անում, ուրեմն միակ տարբերակը, որ դուք ունեք անելու հնարավորություն, անելու փոփոխություններ Հայաստանում, դա ելք դաշինքն է։ Մնացած բոլոր դեպքերում դուք քվեարկում եք Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության երկարաձգման օգտին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը հանրապետական կուսակցություն երկուս է, անընդհատ քլնգելու տեղ է տալիս։ Ու եթե չեն ուզում, որ անհատական կլնգեմ, որտով ենքան բացեր են թողնում, թող իրենց հանգիստ պահեն։ Գագիկ Ծառուկյանին հարց է տալիս լրագրողը, ղափանում, ասում է ով է այս երկրի, այս իրավիճակի պատասխանատուն, ինչ է պատասխանում, ասում է լրագրողները, բա ուշեղ տղա ես, բա տատի ես բարձրացնում, բա մի հատ ասա Սերժիկ Սարգսյանն էլի, այդ չես կարանում այդ անուն ազգանունը բարձր ասես։ Իչի մեկ չգիտեք, թե քո շրջապատի եղած այդ բոլոր մարդիկ Իշխան Զաքարյաններից սկսած մինչև վերջինը այդտեղ մտել են պաշտոնի համար, իրենց այդ 5 հարգանի տնները պահելու համար, հարստությունն ավելացնելու համար, դուք ընդդիմադիր եք, բավարար ընդդիմադիր եք ուր եք մարտի 1-ին, ապրիլի 12-ին, թե ժամանակ ժողովուրդը ընդդիմադիր չէր, որովհետև դուք պաշտոններ ունեիք։ Այսօր ընդդիմադիր խաղալով քվեեք ուզում գողանալ այս ժողովրդից։ Ժողովուրդ ջան, չասեք չեմ զգուշացրել, դրանց քվե չտակ, այդ երկուսը նույնն են, միայն ելք դաշինքն է, որ կարողանում է այդ բարձրաձայն ասել, ես եմ, որ այդ բարձրաձայն ասում եմ, այդ երկու կուսակցությունը, հանրապետական կուսակցությունը և Ծառուկյան դաշինքը նույն ուժերն են, մտնելով ընտրատեղամաս, առաջինի ինչ պիտի անեք, այդ երկու ուժերի քվեաթերթիկը գցում եք աղբար կղը, ու ոչ